2022 թվականի հունիսի 28-ին գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, ընդդեմ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների նրան փոխկապակցված անձանց, այս մասին հայտնում են դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է գլխավոր դատախազության հայցը, մասնավորապես վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մանվել Գրիգորյանի ժառանգներից նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն հետյալ գույքերը։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը։ Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը։ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը։ Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը։ Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը։ Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը։ Վաղարշապատ համայնքի Ամանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը։ Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի միկրոշրջան թաղամասի Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը։ Maybach մակնիշի ավտոմեքենան։ Toyota 204, 0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24, 02 մակնիշի ավտոմեքենան, Moskvich 407 մակնիշի ավտոմեքենան։ Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Երկու բանկերում առկա շուրջ 9000 ԱՄՆ դոլարի ավանդը։ Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Էջմիածնիկ Գրիգոր Լուսավորիչ համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.945% բաժնեմասը։ Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի 300 ԱՄՆ դոլարի ավանդները։ 224 հազար դրամ, որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս։ 14 միլիոն 654 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, հայցադիմումի մերժված մասով գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք,